որ բառը ասեմ, որ շատ բան չլինի, մեր եկեղեցու են ամենասիրված, ամենամեծ դեր ունեցող եւ մեր բոլորիս վրա ամենամեծ ազդեցություն ունեցող մեր եկեղեցու հայրերից Միքայել Սրբազանի հոգեզավակն է, չէ, իրեն համարում Աբրասիմը եւ հիմա ոնց եք զգում դուք Գյումրիում, երբ որ վերադարձել է Սրբազանը, բայց տնային կալանքի ներքո։ Ոնց եմ զգում։ Ցավ է այդ ամեն ինչը տեսնել է իրականում, որովհետև անընդհատ ամեն անգամ ու քանի որ կենտրոնում է առաջնորդարանը, օրվա մեջ մի քանի անգամ այդ շենքի կողքով առնվազն անցնում եմ ու ամեն անգամ տենց սպասողական հայացքով որ գոնե Պադուհանից տեսնել այդ վիճակն է։ Եկեղեցում մենք մեր ունկնդիրներին ասենք, որ Միքայել Սրբազանը իր տնային կալանքը կրում է նույն շենքում, որտեղ որ առաջնորդարանն է, առաջնորդարանի 7 վերքի կողքի, 7 վերքի կողքի շենքն է, եւ սովորաբար այդպես է լինում, քանի որ մարդիկ իրենց սեփական տները չեն ունենում, ծառայական, այո, բնակվում են առաջնորդարանին կից կամ հենց առաջնորդարանի մասը կազմող բնակ տարածությունները։ Շենքի կառուցվածքը այն տիպի է, որ երկրորդ հարկում առաջնորդարանն է, իսկ առանձին մուտքով արդեն փակ, երրորդ հարկը սպասրանում արդեն կեցավայրն է առաջնորդի, հա։ Ու քանի որ Պադուհաններն էլ նաև մաս կա, որ նայում է դեպի կենտրոնական հրաբարակ, որոշ մասն էլ 7 վերք, այդ է ոնց որ սպասում ենք տեսնել մի հատ սփոփող հայացք, այլի փորձել ունենալ, բայց նաև ամենածանրն է նա, որ եկեղեցի ենք մտնում ու չկա ինքը ծեսերին չի մասնակցում, մանավանդ մեծ պահոց շրջանում նաև առավոտյան ժամերգություններին տեղեր ունեն նաև արևակալի ժամերգություններ, երեկոյան ժամերգություններին հանգստյան խաղաղական ժամերգություններ, որոնց ինքը պարտադիր մասնակցություն ուներ, եթե այլ ծառայության բերումով Էջմիածնում չէր գտնվում ու չկա ուղղակի մի քիչ պակասը շատ ազգացվում է առումով։ Նույնիսկ մենք ենք զգում այլ առումներով էլ միանշանակ, բայց ավելի շատ թե հավատացյալների, թե առավել ևս իմ համար այդ ավելի ընդգծված է, էլի այդ պակասը զգալը։ Ես մի վրիպում թույլ տվեցի, ես չգիտեի որ կա տարբերություն, քեզ նաև ներկայացրեցի որպես եկեղեցու դպիր, դու ինձ ուղեցիր, ասեցիր, որ չէ, դու չունես այդ կարգավիճակը, այլ ձեռնադրված դպիր չես, բայց առաջնորդի օգնությամբ դպրական ծառայություն իրականացրել եմ 2013 թվականից։ Իսկ ո՞նց եղավ որ տես սկսեցիր, էլի, որտեվ օրինակ իմ ընկերներն էլ են ասում, դու հետաքրքրվում ես բան, բայց տես մտքով չի անցել, էլի, որ կարելի է այդ ծառայության մասին մտածել երբևէ, էլի, ո՞նց եղավ որ դու մտածեցիր, որտեվ աշխատել ես նաև քննչական մարմիններում, չէ՞։ Չէ, այդ ժամանակ չէ, 2020 թվականից եմ համակարգում եղել, սկզբից ռազմական ոստիկանություն, հետո նոր քննչական, անկեղծ չեմ մտածել։ Դա ամեն ինչը ստացվել է շատ պատահական ու այդ ամեն ինչի մեջ նաև եղել է Միքայել Սրբազանի հոգևոր հմայքը, հոգևորականի էլի, կերպարը իր տեսնելը, գնահատելը ու ցանկանալը նաև սովորել իրանից։ Դա ամեն ինչը տեղի ունեցել 2012 թվականի հենց մեծ պահոց շրջանին, հենց խաղաղական հանգստյան ժամերգությունների ընթացքում, որ պատահական եկեղեցի մտամ ու առաջարկեցին Հավատով Խոստովանումից մի տունել որ հերթով կարդում են, կարդամ։ Որ տունն էր, հիշես։ Իմաստություն Հոր Հիսուս։ Երկրորդ, հա։ Չէ։ Մի խոսք չեմ հիշի որն էր, բայց էդ էր, հստակ եմ հիշում։ Ու հետո արդեն անընդհատ պատարակներին մասնակցել, գիտեք ոնց պատարակի առաջի 1, 2, 3 անգամ որ մասնակցում ես, հնարավոր է նույնիսկ չհասկանաս գրաբարով պայմանավորված, երկրորդ անգամից ես արդեն հասկանում էի թե ինչ էր կատարվում։ Ինչի մասին է խոսքը եւ այլն, մնացածն էլ ըստ այդմ արդեն շարունակական։ Ու շատ